Օգոստոսի 24-ին Նուրնուսի այգեգործական թաղամասի բնակիչները փակել էին առողջ սունկ ընկերություն տանող ճանապարհը։ Սնկի տնկանյութ արտադրող այդ գործարանի ղեկավարությունից մի բան էին պահանջում։ Բողոքի ակցիան շարունակվել էր մինչև ոստիկանների ժամանումը։ Նրանց պահանջով ճանապարհը բացել էին ու հեռացել, սպասելու, թե ինչպես է ավարտվելու հարցի քննությունը։ Բոլոր ինստանցիաներով արդեն դիմել ենք, ոչ մի արձագանք չկա, ոչ մի հարցություն չկա։ Եթե հիմա ժողովուրդը ցանկացած քայլի գնա, դա գնահատեք որպես ինքնապաշտպանություն։ Բոլորը Նուրնուսի բնակիչ եք։ Այո։ Մենք այս ձեր խնդիրը մի քանի օր առաջ ենք իմացել, դրանով նյութեր է նախապատրաստվում։ Հիմա մենք այս նորմալ քաղաքակիրթ ձևով լուծումը կտանք։ Այսօր գյուղում սպասողական վիճակ է։ Գործարանի տնօրինությունը միաժամանակ բանակցում է թե համայնքի ներկայացուցիչների, թե Կոտայքի մարզպետարանի ու իրավասու այլ կառույցների հետ։ Ինչու՞, ինչն էր զայրացրել նուրնուսցիներին։ Մարդկանց բողոքի պատճառը պարզելու համար նախ պետք է ճշտել, թե ինչպես են սնկի տնկանյութ արտադրում։ Գործընթացում գարշահոտ է առաջանում, որը ըստ կարգի պետք է զտվի եւ նոր միայն մթնոլորտ արտանետվի, այլապես կխախտվեն բնապահպանական նորմերը։ Բոլորշիները երբ որ անցնում են ծղոտի միջով, վատ էլեմենտները, որոնք որ հոտի պատճառ են հանդիսանում, դրանք մնում են ծղոտում։ Այդ օրը օգոստոսի 24-ին 5 ժամով դադարեցվել էր Նուրնուսի էներգամատակարարումը։ Օդհամղիչների ու բիոֆիլտրերի աշխատանքը խաթարվել էր։ Եթե մի 2 ժամ կամ 3 ժամ հումքը թթվածնով չի սնուցվում եւ բիոֆիլտրը չի աշխատում, դա առաջացնում է որոշակի հումքի մեջ որոշակի նյութեր, որոնք հետագայում նույնիսկ հոսանքազրկումից 10 օր շարունակ կարող են արտահայտվել հոտի տեսքով։ Հա, ժողովուրդ դիմացեք, ասում ենք կանգնացրեք ձեր արտադրությունը։ Գործարանի ներկայացուցիչները իրենց մեղքն ընդունում են, արդեն ներողություն են խնդրել բնակիչներից, հորդորելով, որ մի փոքր սպասեն։ Կարող էինք լսել մարդկանց ու նույն օրը դադարեցնել արտադրությունը, պարզաբանեցին գործարանում, սակայն չարեցինք, որովհետև պարապուրդի մատնված գործարանում պահեստավորված ծղոտն ավելի արագ կփտեր, բնապահպանական աղետի առաջ կկանգնեինք։ Այսօր ժամանակ ենք խնդրում մարդկանցից, որ էներգետիկ անկախության հարցերը լուծենք, կրկնապահովագրվենք ռիսկերից։ Այդ դեպքում գարշահոտության տարածման հնարավորությունը գրեթե կբացառվի, վստահեցրեց տնօրենը եւ ներկայացրեց ընկերության հիմնադրմանն ու գործունեությանն առնչվող փաստաթղթային ողջ բազան։ Իրոք, որ այդ արտադրությունը եվրոպական չափանիշին համապատասխան կառույց է։ Բնակիչների բողոքը, թե սա սուր հոտի տարածման առաջին դեպքը չէր, եւս ընդունում են։ Պարզապես նախկինում հոսանքազրկումը մի քանի րոպե է տևել եւ այսքան շոկ չի եղել։ Բողոքներ բարբերաբար եղել են։ Ցավոք սրտի մի քանի անգամ հոսանքազրկում տեղի ունեցավ գործարանում։ Այդ ամբողջը համընկավ, այսպես ասած, եւ հոտը սկսեց ավելանալ։ Շնչել անհնար է, ազոտի միացություններ ենք շնչում, բոլորիս թոքերը հիվանդացել են։ Քրոնիկ հիվանդությունները սրվում են, ասթմա, մարդիկ կան, որ շատ ուժեղ ալերգիկ, ես գալիս եմ այստեղ սկսում եմ խեղդվել։ Այս անգամ մարդկանց համբերության բաժակը լցվել է։ Դիմել են թե առողջապահության, թե բնապահպանության նախարարություններ։ Գործարանում ստուգումներ են սկսել խնդրին փոքրի շատ է առնչվող պետական բոլոր կառույցները։ Օրինակ, առողջապահության նախարարության աշխատակիցները մի քանի վայրում օդի նմուշարում են վերցրել, ստուգել, պարզել են խախտումներ չկան։ Առողջապահության նախարարությունը հարակից տարածքներում բնակվող բնակչության առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ որևէ հիմք չի հայտնաբերել։ Բնապահպանության նախարարության աշխատակիցները եւս գործարանում եղել են։ Ուսումնասիրության արդյունքում արել են առաջարկներ։ Կբարձրացնի խողովակը մոտ 20 մետր, արտանետվող խողովակը, հերմետիկությունը կապովեն, երկրորդ ֆիլտրը գտնեն, ամբողջ ֆիլտրացիոն համակարգը նորից կտեղադրեն, ամբողջական եւ խնդիրը լուծում կստանա։ Ֆիլտրերը պետք է դնել համապատասխան, մոնտաժ պետք է արվեր ճիշտ։ Կառուցվի նաեւ նոր գեներատորներ եւ երկրորդ հոսանքի գիծը, որպեսզի անխափան աշխատի տվյալ արտադրությունը։ Ընկերությունում առաջարկներն ընդունել են։ Ավելին, պնդում են, թե առաջարկներից շատերը առաջին անգամ հնչեցրել են հենց իրենք։ Դրանք վերցված են ժամանակին բնապահպանության նախարարություն ներկայացրած միջոցառումների ծրագրից։ Երկրորդ բիոֆիլտրը կառուցում ենք այնտեղ, որպեսզի ել ավելի հնարավոր լինի այդ տոկոսը բարձրացնել։ Միգուցե մտածում ենք, որ հնարավոր լինի դա նույնիսկ ֆիլտրված օդը արդեն
եւս կրկնակի ֆիլտրացման ենթարկել։ Երկրորդ սնուցման էլեկտրաէներգիայի սնուցման աղբյուրն է, որը որ շուտով կլինի, եւ գեներատորների տեղադրումն է։ Գեներատորները ձեռք են բերվել։ Ծրագրի իրականացումը սկսվել է մոտ 2 ամիս առաջ։ Գործընթացը վերահսկում են մասնագետներ արտասահմանից։ Արդեն ներկրվել են գեներատորներ, որոնց տեղադրմամբ գործարանը կապահովագրվի հիմնական ռիսկից՝ հոսանքազրկումից։ Հոսանքազրկման ժամանակ օդամղիչները չեն աշխատում, օդը մթնոլորտ է մղվում առանց զտման։ Վատ հոտն ուժեղանում է, գեներատորների տեղադրումը հետագայում թույլ կտա խուսափել դրանից։ Տեխնոլոգիական փոփոխություններ են նախապատրաստվում բիոֆիլտրում եւ որոշ արտադրամասերում։ Իմ հետևում ծղոտի թրջման արտադրամասն է։ Վատ հոտերի մի մասը կարող է առաջանալ հենց այստեղ, երբ ջուրը հավաքվի ու շոկի պայմաններում սկսի փտել։ Այսօր արտադրամասում շինարարական աշխատանքներ են, բետոնապատում, ջրահեռացում։ Աշխատանքների ավարտից հետո խոստանում են, որ տհաճ հոտ այստեղ այլևս չի առաջանա։ Գործարանի վերազինումը նախատեսում են ավարտել 1.5-2 ամսից։ Տնօրինությունը խոստանում է, եթե աշխատանքներն արդյունք չտան, կլսենք բնակիչներին ու արտադրության տեղափոխման քայլեր կձեռնարկենք։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։